Նա բարձրյալին օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Սիրելի բարեպաշտ քույրեր և եղբայրներ Քրիստոս, բուն բարեկենդանին Կիրակի օրվանից սկսյալ մենք մեր նախածնողների հետ հոգու վերկրանքով այլեցինք դրախտային վիճակը, այնուհետև նրանց հետ արտաքսվեցինք դրախտից մեղքի պատճառով։ Անարատ որդու օրինակով հիշեցինք, որ մեր հորտան մեջ բազում երանություններ կան, և մեր նրանք, ովքեր որ մեր հորտանն են գտնվում, նրանք քաղց չեն զգում, նրանք ծարավ չեն։ Եվ որոշեցինք անիրավ տնտեսի օրինակով մամոնեից մեզ համար բարեկամներ կառուցել։ Այնուհետև այնի կնոջ օրինակով նախանձեցինք, որպեսզի Աստված մեր դատն անի մեր ոսոկի ու մեղքի դեր։ Հիշելով Քրիստոսի առաջին գալուստը, մեր աչքերի առաջ առնվեց Քրիստոսի երկրորդ գալուստն ու դատաստանը, և հիմա այսօր այս ամենի ամփոփումով մենք հավաքվել ենք Սուրբ Եկեղեցու կամարներից ներս Քրիստոսի հետ մուտք գործելու դեպի Երուսաղեմ։ Սիրելիներ, այսօրվա ավետարանական պատմությունը մեզ պատմում է, որ երբ որ Տեր Հիսուս եկավ Երուսաղեմից մի քիչ հեռու գտնվող մի գյուղ, որ Բեթանիա և Բեթփագիա էր կոչվում, իր երկու առաքյալներին ուղարկեց այնտեղ դիմացի գյուղը, որպես և նրանց պատվեր տվեց, ասելով. գնացեք և այնտեղ պիտի տեսնեք կապված մի էշ և աղանակ, և նրանց արձակեք ու ինձ մոտ բերեք։ Եվ եթե որևէ մեկը ձեզ կասի, թե ինչու եք արձակում, կասեք Տիրոջը պետք է։ Եվ ովքեր են այդ առաքյալները, որևէ ավետարանիչ այդ մասին չի հիշատակում։ Բայց ասում է, որ առաքյալները երբ որ մոտեցան և արձակեցին էշին և աղանակին, նրանց հարցրին, թե ուր եք տանում, և պատասխանն այն էր, որ Տիրոջը պետք է, և նրանք իսկույն համաձայնվեցին։ Եվ բերում են էշին և աղանակին Քրիստոսի մոտ։ Սիրելիներ, այստեղ մեկնիչները մեր ուշադրության վրա են, մեր ուշադրությունը սևեռում են մի կարևոր իրողության վրա, ասելով, որ իր այս երկրավոր կյանքի ընթացքին մեր Տեր Հիսուս Քրիստոս շրջեց նավերով, շրջեց հիմնականում ոտքով, և երբեք ու երբեք որևէ հիշատակություն չկա Սուրբ գրքի մեջ, որ նա նստել աղանակի, էշի կամ ձիու վրա։ Եվ սա առաջին հիշատակությունն է Սուրբ գրքում։ Եվ ասվում է, որ հին աշխարհի մեջ էշով երթևեկելը դա պատվի նշան է, որովհետև դա ինչ-որ կարողություն էր ենթադրում, դա ենթադրում էր, որ մարդը ինչ-որ մի հարուստ խավի ներկայացուցիչ է։ Բայց ինչու համար էշը ընտրվեց, որպեսզի Տերը բարձրանա Երուսաղեմ։ Մեկնիչներից Ստեփանոս Սյունեցին էշին խորհրդաբանորեն համեմատում է հրեա ժողովրդի հետ, ովքեր բազում հրաշքներ տեսան, սակայն ետ չդարձան և չընդունեցին Քրիստոսին։ Նրանց տրված էր ինքնակարանը, մարգարեները, սակայն այդքանով հանդերձ չճանաչեցին Քրիստոսին։ Իսկ կուրակը խորհրդանիշն է հեթանոց մարդկանց, ովքեր որ ճանաչեցին Աստվածորդուն
և դարձի եկան։ Էշին կապած տեղից արձակելը նաև նմանեցնում է սունեցին հին ուխտի արձակմանն ու պարզաբանմանը քրիստոնեական լույսի ներքո, որը կապված է անհայտության և խրթինության կապանքներով։ Իսկ ուրակը նոր գտակարանն է, որը Քրիստոսի և իր առաքյալների միջոցով տրվեց ժողովրդին։ Նաև Օրմանյանն ասում է, որ այս իրավիճակը տեղի ունեցավ, որովհետև Զաքարիան մարգարեություն ուներ։ Եվ այդ մարգարեությունը հետևյալն է. ասացեք Սիոնի դստերը, ահա գալիս է քո թագավորը նստած էշի և աբանակի վրա։ Սիրելիներ, նաև Եբրայ ասորին խոսելով Քրիստոսի էշի վրա բազմելով և դեպի Երուսաղեմ գնալու մասին ասում է, որ Քրիստոս ծնվեց Մսուրում, տարատեսակ կենդանիների ներկայությամբ, և հիմա բազմելով էշի վրա գնում էր Երուսաղեմ, որտեղ պիտի ավարտեր իր այս երկրավոր կյանքի ընթացքը, խաչի վրա և հանության ու անվարձվելով մեզ կյանք ու անմահություն պատկերով։ Եվ Ավետարանիչը պատմում է, որ մարդիկ ծառերից ճյուղեր էին փոխում և փռում էին Քրիստոսի ոտքերի տակ։ Մարդիկ իրենց հագուստներն էին հանում և փռում նրա ոտքերի տակ։ Եկեք մի բաց պատկերացում ունենանք այն ժամանակվա մարդկանց ու նրանց կենցաղի մասին։ Քրիստոսի ժամանակվա մարդիկ և հատկապես նրանք, ովքեր որ այդ պահին հավաքվել էին մեր Տիրոջ շուրջ և իրենց հագուստներն էին փռում նրա ոտքերի տակ։ Նրանք չունեին այն տարատեսակ հագուստները, որոնք մենք այսօր ունենք։ Նրանք չունեին տարբեր ու տարբեր բրենդային հագուստներ։ Նրանք չունեին ամեն մի բանի համար նախատեսված հագուստներ։ Ունեին մեկ կամ երկու հագուստ, որոնցով ծածկում էին իրենց մերժությունը։ Եվ ահավասիկ այս մարդիկ իրենց այդ ունեցած հագուստը հանուն փռում էին Աստվածորդու ոտքերի տակ, գիտակցելով, որ դրա վրայով քայլողը ինքը Աստված է։ Նաև այդ իրավիճակը հագուստներ փռելը Քրիստոսի ոտքերի տակ հետևյալ այլաբանական մեկնություն ունի։ Ասում է, մեր մարմինը հանդիսանում է մեր հոգու հագուստը, և մենք այդ հագուստը պիտի խոնարհեցնենք Քրիստոսի առջև, որպեսզի Քրիստոսի ներկայությունը ունենանք մեր մարմնում։ Իսկ ծառերից ճյուղեր պոկելը և Քրիստոսի ոտքերի տակ դնելը նմանեցնում է սրբերի կյանքին։ Սրբերը նմանեցվում են ծառերի հետ, և եթե մենք տեսնենք ինքը Քրիստոս մարդուն առհասարակ ծառի հետ է նմանեցնում Սուրբ գրքում մի քանի անգամներ։ Եվ ասում է, ոսները կամ ճյուղերը սրբերի բարի գործերն ու հրաշքներն էին, և պոկելը ու Քրիստոսի ոտքերի տակ դնելը նշանակում է, որ մենք պիտի սրբերի օրինակով խոնարհություն ունենանք և Քրիստոսի առաջ երկրպագության։ Այնուհետև բոլորը միաբերան բացականչում էին. Ովսանա բարձրյալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Սիրելիներ, այս փառաբանական երգը կամ բացականչությունը ժողովուրդը այդ պահին չէ, որ օրինեց, ստեղծեց և սկսեց փառաբանել Աստծուն։ Սա Դավթի Սաղմոսից ժողովուրդը փոխ առավ իբրև փոխառաբերություն այս
օրհնաբանությունը, քանի որ ժողովուրդը գիտեր, որ Քրիստոս Դավթի սերնդից է, այլ քաջատեղյակ է օրհնաբանության այս ձևին, որ Մեսիայի գալստյան ժամանակ պիտի Ովսաննա ասվի Բարձրյալին, որովհետև օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Եվ այդտեղ, սիրելիներ, կային բազմաթիվ մարդիկ, կային բազում տեսակի սոցիալական դիրք ունեցող մարդիկ, հավատքի տարբեր չափ ու աստիճան ունեցող մարդիկ, կային բաց հասարակ ժողովուրդ, կային անկեղծ հավատք ունեցող մարդիկ, որոնք հավատում էին, որ Երուսաղեմ վարձացողը ինքը Քրիստոսն է, ինքը Աստվածով է։ Մենք էլ այսօր հավատում ենք, որ Երուսաղեմ վարձացողը ինքը Քրիստոս է։ Եվ եկել ենք մենք այսօր այստեղ, որ Քրիստոսի հետ մուտք գործենք Երուսաղեմ, հավիտենական Երուսաղեմ, երկնային Երուսաղեմ։ Սակայն Քրիստոսին շուրջ հավաքված մարդկանցից կային մարդիկ, ովքեր որ գալիս էին եւ եկան Քրիստոսին ասացին. Տեսնում ես այս մարդիկ ինչ են անում, սաստիր նրանց, որպեսզի չհավաքեն։ Եվ Տերը դիմելով նրանց ասել. եթե այս մարդիկ լռեն, քարերը կհավաքեն։ Եվ այո, Քրիստոս այդ խոսքերով մարգարեացավ, որովհետև երբ որ խաչի վրա նրա աշակերտները ցիրուցան եղան, երբ որ խաչի վրա նա մահացավ եւ բոլորը հուսահատ էին, քարեր հավաքեցին, որովհետև Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ գերեզմանները բացվեցին եւ մեռյալները հարություն առան։ Ահա այս է գաղաղակը, որի մասին Տերը այստեղ խոսում է։ Եվ սիրելիներ, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի փառաբանենք Աստծուն եւ Աստծուն փառաբանելու ճանապարհով Երուսաղեմ։ Բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս մի պահ կանգ առնենք ու ինքներս մեզ հարց տանք. արդյոք մենք իրականության մեջ դրա անենք։ Արդյոք մենք չենք եկել այսօր այստեղ միայն ծիսական մասին հետևելու եւ մեր հետ էլ օրնաշնորհեր տանք։ Եթե դրա համար ենք եկել, ուրեմն մենք Քրիստոսի հետ երկնային Երուսաղեմ չենք։ Որովհետև մենք եկել ենք այդ փարիսեցիների նման ծիսական մասին, արտաքին երևացող մասը ապահովելու եւ դունել։ Իսկ եթե մենք եկել ենք Քրիստոսի հետ հաղթական քայլելու, ապա մենք պետք է մուտք գործենք Երուսաղեմ։ Ես քարոզի սկզբում խոսեցի, թե 40-օրական պարքի այս ընթացքը ինչ դժվարություններ են եղել, ինչպիսի հանգրվաններ ենք ունեցել մենք որպես հավատալու ժողովուրդ։ Եվ այդ հանգրվանները մենք հաղթահարել ենք։ Եվ այսօր եկել ենք հաղթական, որովհետև այսօրը կոչվում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որովհետև այսօր մենք եկել ենք հաղթած Քրիստոսի հետ երկնային Երուսաղեմի ժառանգորդ դառնալ։ Եվ սիրելիներ, մեր զորագրուխը Քրիստոսն է, մեզ առաջնորդողը Քրիստոս է եւ մեր կյանքի նպատակը հարություն առնելն է մեղքից, տանջանքից, սխալից, տառապանքից։ Հետևաբար մեր կյանքի ամեն մի ընթացքին
որ մենք որպես հավատավորներ փայլում ենք նեղ դռնով, պիտի ունենանք խոչընդոտներ, պիտի ունենանք ձախողումներ և պիտի ունենանք սխալներ, բայց միշտ պիտի հիշենք, որ Քրիստոս մեզ հրավիրում է հաղթական մուտքի դեպի Երուսաղեմ, և այդ հրավերի օրը նաև այսօր է։ Ուրեմն սիրելիներս, եկեք միասին Աստծուն ապավինած, ով սալա երկելով բարձունքներում, օրհնություն առաքելով նրան, ով գալիս է Տիրոջ անունով, Տիրոջ հետ միասին մուտք գործենք Երուսաղեմ, փառաբանելով նրան, այժմ և միշտ և հավիտյան սավիտենից, ամեն, շնորհ յարն մերո Հիսուսի Քրիստոսի, երկցիլ ձեզ, ըմդամենեսյանս, ամեն։ Երկում է